Park կուտանք Աստծո, որպեսզի շաբաթ միևս կյանք շնորհեց, հավաքեց ոս, որպեսզի երգրբակենք ու փառապարենք իր սուրբ անունը, որտև արժանի է մեր Աստվածը, որտև մեզի հոգած մեկ շաբաթ, շատերը սկսան շաբաթը եւ մահկանացունին կընկեցին եւ այս աշխարհեն դեպի վեց ոտ հողինդակը մտան, բայց Աստված դակավին մեզի կյանք շնորհեց, հավաքեց մեզ հոս, որպեսզի իր որդուն Հիսուս Քրիստոսի խոսքերը միասին բաժնեցինք։ Ուրեմն դեռ չխոսքեմ մի դիգարտամ առաջին Հովաննու երկրորդ գլուխ առաջին համարեն։ Առաջին թողտ Հովաննու երկրորդ գլուխ առաջին համարեն։ Որդյակներս այս բաները ցեզի կրեմ, որովհետեւ մեղ չկործեք։ Եվ եթե մեկը մեղ կործելու ըլլա, հորքով բարեխոս ունին Հիսուս Քրիստոս արդարը։ Անիկա մեր մեղքերուն քավություն է եւ ոչ միայն մեր ներուն, հապա բոլոր աշխարհինը։ Աղոթենք ով հայր, շնորհակալ ենք քո ողորմության համար եւ քո շնորհքի համար, որ մեզի այս աշխարհի մեջ կբահես։ Երբեմն մեր մեղքերը գիտակցաբար եւ կամ անկիտակցաբար մեր բեռնեն գերտան եւ մտքերուն մեջ կանցնին երբեմն եւ գխավարի մեր հոգին թունքու համբերությունովդ կմոդենաս մեզ քուսուրփոքյովդ որբեսի մխիթարես մեզ եւ փրկություն շնորհես որբեսի ետ դառնանք մեր այդ սխալեն ու ապաշխարենք կուփարքի համար ապրելու ողորմե մեզի հայր Առաջնորդյաս մի քանի վարգյանները, որ երգրբակենք ու պաշտենք քեզ եւ քո իմաստությունով լեցնես մեզ Հիսուսի անունով ամեն Արաքյալը գխոսի աստվածային հզոր ողորմությանը մասին որ մեղքերու թողության համար է եւ մենք երկնային թագավորության մեջ ունենք բարեխոսմը որուն անունը Հիսուս Քրիստոս ինքն է Արդար թագավորը մեր ճշմարիտ Աստվածը որ մեղքերու քավություն տալու համար աշխարհ եկավ մահը հանցն արավ խաչապայտին վրա արյունը թափեց բացականչելով մեռավ ցավին դակը որովհետեւ քեզի եւ ինձի մեղքերու թողություն շնորհե եթե ասկագրնաս պատկերացնել այս Աստվածը քո սրտիդ մեջ ուրախությունով պիտի ընդունիս Եթե այս մեկ խոսքերը պիտի չգրնաս հասկանալ Քրիստոսը ով է, քեզի պիտի նմանի այն հովին նման, որ կփչե եւ գանցի քո խոտ վրայեն եւ չես գիտեր որ ով է ով ուր եկավ հովը եւ ուր գնաց։ Եթե չապաշխարենք դարաբանքի եւ դժողքի Պիտի հանդիպինք եւ պիտի ըլլանք դժողքի մեջ։ Եթե փրկված չենք, դերը գսանոնք որոնց անունները գնաց կրկի մեջ գրված չեն, գրագովը դուզում պիլիջին մեջ պիտի գտնենք զիրենք։ Դժվար է։ Ընտանիքի անդամներ, որոնք 10 հոգի են, 5 հոգի են, Կերտաստան 20-30 հոգի են, 3 հոգի ապաշխարած է Քերտաստանին մեջ, 10 հոգի ապաշխարած է, բայց ունին դակավին 10 հոգիներ, որոնք փրկված չեն։ Եվ անոնք պիտի թադաբարտվին անգրագին մեջ, բայց անտին 10 հոգիները պիտի երտնային թագավորության մեջ լան Հիսուս Քրիստոսի հետ։ Աղոթենք անոնց փրկության համար։ Խնդրենք անոնց համար Աստուծմե, որ անոնք կարծիքան, որովհետեւ չգործվին։ Դերը գշարունակե եւ գսե որ փրկության համար եկած է աշխարհին բոլոր աշխարհի համար եթե անոր բادرվրանքները բահեք այն ադեմ բիդի կիտնակ թե զանիգա գճանչնակ անոր գսե թե ես զանիգա ջանցա ու անոր բادرվրանքները չի բահեր սդախոսե ու անոր մեջ ճշմարտություն չի գա բայց անոր խոսքը կբահե իրավցնի անոր մեջ կատարյալ է Աստծո սերը ու ադով գճանչնանք թե անոր մեջ ենք Անոր գսետ անոր մեջ կփնագի այնպես պետք է կալե ինչպես անիգա կալեց
Հիմա պիտի կարդամ Ավետարան ըստ Մատթեոսի 7-րդ գլուխ 15-րդ համարեն։ Սկուշ կեցեք շուտ մարգարեներեն, որոնք ցեզի ուքան ոչխարի հանդերսներով, բայց ներսեն հապշտագող կայլեր են։ Հիսուս կուզելու սապանել մեզի, թե հոս մարդիկ կան, որոնք շուտ մարգարեներ են, և մեզի կմոտենան ոչխարի հանդերսներով, այսինքն խոնար են, այսինքն իրենք ճշմարիտ մարգարեներն են, բայց Հիսուս կփոխանցե մեզի գսե, բայց ներսեն հապշտագող կայլեր են։ Եվ գուզե բացատրել, թե ինչպես կրնանք հասկանալ, թե ասոնք ինչ տեսակ մարգարեներ են, 16-րդ համար, իրենց բդուղեն դիդի ջանչնանք զանոնք, միթե փուշերեն խաղող կաղեն, կամ դադասկեն տուզ, այսպես ամեն բարի ձար բարի բդուղ ուդա և չար ձար չար բդուղ ուդա, բարի ձարը չի գրնար չար բդուղ դալ, ոչալ չար ձարը բարի բդուղ դալ, ամեն ձար, որ բարի բդուղ չի դար, կգտրվի ու գրագը գծկվի, ուրեմն իրենց բդուղեն պիտի ջանչնանք ստանիգա։ Ամեն ձար, որ բարի բդուղ չի դար, այսինքն ամեն ձար, որ փրկված չէ, կնշանակե, որ պիտի կտրվի և գրագը նետվի։ Ուրեմն զգուշ ըլլանք բարի ձարը լալու, և բարի ձարը միան անոնք, որոնք Քրիստոսի վրա հաստատված են, անոնք են բարի ձարը, և բարի բդուղ պիտի դան։ Ինչ է բարի բդուղը։ Բարի բդուղը ան է, որ կտեսնես, ծառայության հոգին, սիրո հոգին, ժողովրդության հոգին, երկնային թագավորության վկայության հոգին, զասվածքը ներկայացնի անձնավորությունը։ Այն ադեն կջանչնաս, թե անիգա բարի ձար մնե, դերոջը կպատկանի, և կշարունակե 21-րդ համարի և հետևյալ գսե, ոչ թե ամեն ով որ ինձի դեր գսե պիտի մտնե երկնքի թագավորությունը, հոս Հիսուս երկնքի թագավորության անունն ալ դրավ։ Երկնային թագավորության մտնելու խորհուրդն ալ տվավ։ Երկնային թագավորությունը այս աշխարհի թագավորության չի նմանիր։ Երկնային թագավորությունը երեսփոխաններու այս աշխարհի վրա երեսփոխաններու և նախագահներու չի նմանիր։ Ոյ մեկի երկրի, փոքր երկրի կամ մեծ երկրի, ոյ մեկին չի նմանիր։ Երկնային թագավորությունը կնմանի միայն այն Աստծուն երկնքի թագավորությունը, որ ինքը կպնագի հոն և արդարությունով պիտի թադե մեր բոլորը։ Եվ գտարնա ու գշարնագի Եսուս և գսե, հաբա անիգա, որ իմ երկնավոր հորս գամքը կգադարե, անիգա պիտի մտնե երկնային թագավորությունը։ Բայց շատեր այն օրերը ինձի պիտի ասեն, դեր, չէ որ քո անունովդ մարգարեություն ըրինք և քո անունովդ թևեր հանեցինք ու քո անունովդ շատ հրաշքներ ըրինք, ասանք մարդիկ ալ կան ուրեմն, որ ծառայությունը պիտի դնեն, նշաններ պիտի լան, պիտի բժշկեն, մարդ բժշկություններ պիտի իրենք բժշկություններ պիտի ոչ թե իրենք կնեն այդ բժշկությունները, բայց քանի որ կորզածեն Հիսուսի անունը, Հիսուսի անունն է որ ալոնց կբժշկե, ոչ թե իրենք։ Եվ Հիսուս հոսկսե 20-րդ համարի մեջ 7-րդ գլխուն Ավետարան Մատթեոսի այն ադեն հայտնաբես անոնց պիտի ասեմ, թե ես փնավ ցես չէի ջանչնար։ Ամենամեծ վտանգն է։ Այսինքն դերոջ զարաներ կան, դերոջ զանարեր կգոչվին, բայց դերոջ զարաները չեն։ Բախտալիք է։ Ուրեմն Հիսուս կսե, ես փնավ ցեզի չէի ջանչնար, սկիզբեն ցեզի չէի ջանչնար, ես ցեզ գիտեմ ինչ տեսակ բդուղներ եք դուք։ Մեկտի կացեք կովես, դուք որ աներոնություն կգործեք։ Ինչ կգործեն ասոնք։ Անօրենություն, այսինքն հնազանդություն չունին դերոջը պատվիրանքներուն վրա։ Անօրեն են, օրենքին հակառակ են, Աստծո օրենքին հակառակ են, և գխորին, որ երկնային թագավորության մեջ պիտի մտնեն, և Հիսուս կսե, ես ցեզ երբեք սկիզբենից չէի ջանչնար։
Հիմա պիտի գարտամ Ղուկաս 18-րդ գլուխ 9-րդ համարեն։ Թողություն։ Խոս պիտի դեցնենք Հիսուս պիտի ցույց տա մեզի երկու հոգիներու դարբերությունը, որոնք գաղութեն եւ կպատկերացնե ամեն մեկուն թե ինչ տեսակ անձնավորություններ են։ Մեկ քանիներուն, որոնք իրենց անձերուն վրա կվստահեին, թե արդար են եւ ուրիշները կանարկեն այս արագը։ Ուրեմն հոս Հիսուս տեսա, որ մարդիկ կան, որոնք իրարու հետ խոսակցություն ունին։ Մեկը մյուսին գսե ես արդար եմ, դու արդար չես, եւ դու այսպես ես, ես այսպես եմ, ես ավելի լավ եմ։ Այս խոսակցության մեջ Հիսուս կգեցնե իրենք եւ օրինակ մոգուս է դալ։ Նայեցեք ինչ կխոսի։ Երկու մարդ կացին դաջարը, աղոտելու կացին դաջարը, աղոտ գնելու, մեկը պարիսեցի ու մյուսը մաքսավոր, նայեցեք պարիսեցին ինչպես կաղոտ է գսե Հիսուս, պարիսեցին գայներ էր ու առանցին այսպես աղոտ գներ, ով Աստված, շնորհակալ եմ քեզ մե, որ ուրիշ մարդոց պես չեմ, ուրիշ մարդոց պես չեմ, հապշտագող, անիրավ, շնացող եւ գամ այս մաքսավորին պես, հապա շապատի երկու անգամ ձոմ կբահեմ ու բոլորը ստացվածքից 10-որդը գուդամ։ Պատկերացուցեք, թե Աստուծո ներկայության մեջ կմտնե եւ ինքզինքը կկովե եւ ոչ թե Աստծո ողորմությունը կխնդրե։ Ինքզինքը կկովե, որ ինքը շատ լավ անձնավորություն մնե։ Չես հանդիպած աստեսակ անձնավորություններու հետ դաջարի մեջ, չես հանդիպած փողոցը, չես հանդիպած աստեսակ մարդոց, որոնք իրենք կովեն, ինչ մեղ կորդեցինք, ես մեղ չունիմ, ես ինձ սխալներ եմ, ես շատ լավ օգնություն ալգնեմ, եկեղեցին նյութական գուտամ, այսպես կնեմ, այնպես կնեմ, ասգա ինչ եղավ, ասի աղոտ եղավ, կամ աղոտքի նման եղավ, ինչ եղավ, ինքզինքը պարապանելու նախատասություններ եղավ։ Եվ Հիսուս կպատկերացնե այս տեսակ անձնավորությունները, որպեսզի մենք լավ ճանաչենք, որ որոնք են։ Իսկ մաքսավորը Հիսուս կսե, հերուն գայներ էր ու չեր ուզեր աչքնալ երկինք վերցնել, հապա իր գործ կծեծելով գսեր, Աստված իմ, ողորմե ինձ մեղավորիս։ Ողորմե ինձ հայրին։ Մաքսավոր կեդե որ մեղավոր է, մաքսավոր կեդե որ իրեն մտքին մեջ երբեմն բաներ գանցնին, որ չի վայլեր Աստուծո որ այդ մտքին մեջ են անոն գանցնին։ Մաքսավոր կեդե որ կյանքի ընթացքին օրեր ժամեր կբադահին, որ փերանին խոսքեր գելն, որ անվայել է իրեն համար իր հանելը։ Ուրեմն Աստծո արչև դաջարը գերտակ խոստովանի հայրիմ ներեգսի, ողորմե ինձ հայրիմ գսե, ողորմե ինձ մեղավորիս։ Այս մաքսավորը ինչ պետք ունի, այս մաքսավորը առաջին Հովաննու երկրորդ գլխուն երկրորդ համարը անիգա մեր մեղքերուն կավություն է եւ ոչ միայն մերներուն։ Հիսուս Քրիստոսի կավությունը կփնտրե որ այս մաքսավորը։ Հիսուս Քրիստոսի արյունը գուզեգոր որ իրեն վրան կա եւ անգամ եւս մաքրվի այս մաքսավորը։ Մաքսավորը գուզեգոր սրբանալ դերոց սրբությունով Հիսուսի արյունով որ խաչապայտին վրան մերավ։ Որ ինձ համար եկավ Հիսուսը, որովհետեւ մաքրե սրբե մեղքերս, ապաշխարություն բերե իմ սրդիս, որ անգամ նա չկործեմ այն մեղքերը, որ կործեցի ողորմե ինձ հայրին։ Ոսպատմություն ունին։ Պատանիմը գհրավիրվի եկեղեցի երթալու։ Եվ այս պատանին գեսմը անդամալույց է։ Գդանի գհրավիրվի եւ եկեղեցի երթա, հրավիրվողին հետ։ Առաջին անգամ երթա, երկրորդ անգամ նորեն կպապակի երթալ, այսպեսով մի քանի անգամ երթալ են ետքը կապաշխարե, կաղոթե Հիսուսի և գպրգվի։ Երբ որ գպրգվի,
ուրախություն մը գուկա սրդին մեջ։ Այս ուրախությունը գուզե ցույց տալ եկեղեցին հովիվին։ Հովիվը որ միրենդուն այցել չան գերտա, հովիվին գսե, հովիվ եղբայր գսե, ես ինչպես կրնամ ծառայել գսե եկեղեցին եւ դերոջս։ Ինքը գես մանտամալույց է, բայց փապակ ունի դերոջը համար ծառայել։ Հովիվը գսե իրեն, պիտի աղոթես քու ամենամ մդերին բարեկամիդ համար որ ապաշխար է։ Հովիվը գսկե գերտա, այս բադանին գսկսի աղոթել իր ամենամ մդերին բարեկամին համար որ ապաշխար է։ Երկու շաբաթ հազիվ գանցնի իր մդերին բարեկամը քովը գուկա եւ կապաշխարե ուրախություն մգլա այս բադանին մեջ որ իր բարեկամը հովիվին ասած ըրավ եւ իր բարեկամը ապաշխարեց Հիսուսը կդավ երբ որ այսպես կսկսի իր կյանքը երթալ հիմա գխորի որն համար աղոթե պետք է աղոթե իր մեծ եղբորը համար գաղոթե իր մեծ եղբորը համար գաղոթե եւ իր մեծ եղբայրը գաբաշխարե Ատկես վերջը գաղոթե իրեն հորը համար հորը գսե հայրը գսե պետք է ապաշխարես գսե հայրը մի քիչ ծանր գսկա գնայի իր հիվանդ որդին որ փափակը ունի որ հայրը ապաշխարե մի քանի օրեր գանցնին հայրը իր սրտին մեջ կսկսի խորիլ տնել վերցնել կամոզվի որ պետք է ապաշխարե եւ կապաշխարե իր որդին մեծ ուրախությունով ուրախանա հայրը կսել որ չա ուրախ եմ որ տունալ ապաշխարեցիր որ մենք երկնքի մեջ միասին լանք ընտանիքը չգործվի այլ բոլորիս ապաշխարենք որ Հիսուս երբ որ կա պետք է երկինքը լանք բոլորս հոն նստենք միասին Աստծո առջև ու երկրպագենք անոր սուրբ անվան Եվ խոնարհին անոր արչև, որովհետև մեզի փրկեց եւ բերավ իր երկնային տակավորության մեջ բնակելու ոչ թե ժամանակավոր փայդե դուներու կամ կարե դուներու մեջ ապրելու։ Քիչ մը գծարանա ասպադանին հիվանդությունը եւ մի քանի բժիշկը մի քանի օր գուտա մի քանի շաբաթ գուտա երեմ որ բիդաբրի հազիվ Այս միջոցին գսկսի աղոթել նորեն իր մնացած բարեկամներուն համար, ասկական բարականերուն համար։ Երբ որ վիճակը գծարանա, եւ այս բադանին իր մահկանացուն կգնկե, կերտան իրեն սենյակը կխառնեն, տարագը կհանեն, տարագը կփանան եւ կտեսնեն, որ այս բադանին աղոթած է 50 հոգիներու համար անուններով եւ անոնք բոլոր եկեղեցի կհաջախեն բայց անոնք չէին գիտեր որ ասպատանին աղոթած է անոնց համար մեծ օրհնություն Հիսուսի կավությունը հասավ անհանգիստ հիվանդ բադանին աղոթքը պատասխանելով 50 հոգիներ ապաշխարեցին Այսօր տուն արդյոք աղոթած ես մեկ հոգի համար որ փրկվի Տուն որ ճշմարտությունը գիտես եւ դարիները հավատացյալ ես արդյոք աղոթած ես մեկ տրացի համար մեկ բարեկամի համար որ ապաշխարե եթե ոչ տուն հանգիստ զգացած ես քու կյանքովդ քու ապրելակերպովդ Քրիստոս ունենալովդ Եվ հետաքրքիր չես տրացիներուն համար, ասկականներուն համար, բարեկամներուն համար, որ դակավին գրագի լիջի մեջ երթալու համար կպատրաստվի։ Հիսուս կսե աղոթե որբեսի ես քու կյանքդ օրտնեմ դերոջ անցնեք ու ջամպատ Սամոս 37-րդ Սամոս 5-րդ գլուխ դերոջ անցնեք ու ջամպատ ու անոր հուսա եւ անիգա պիտի գադարե
Եսուս կսեգորտուն աղոտ է, ես կոհադ աղոտ կտպիդի գադար է։ Ինչ կաղոտ ես։ Կաղոտ ես, որ տրամ ունենաս, կաղոտ ես, որ բադիվ ունենաս, կաղոտ ես, որ դուն ունենաս, ինչ կաղոտ ես այս որդում։ Ինչ է ծրակիր աղոտքի ծրակիրը ինչ է։ Իներորդ համար, բասնզի չարակորձները բիդի գորսվին, սագանդերոտ շամպերոնները երգիրը բիդի ժարանքեն, այս է աղոտ կիտ պատասխանը, չարակորձները բիդի գորսվին, եթե չապաշխարեն բիդի գորսվին, բայց եթե աղոտ ես չարակորձներուն համար, եթե աղոտ ես ասկական բարականերոտ համար, եթե աղոտ ես սրացիիտ համար, եթե աղոտ ես Kuvarbeդի համար, որ աբաշխար է, անոնք բիդի աբաշխարեն և տուն վարձք բիդի ստանաս և անոնք երկնային թագավորությունը բիդի ժարանքեն, որովհետև տուն խոսեցար այն Հիսուսի մասին, որ քեզ բերգեց։ Մեղավորները թուր կաշեցին ու աղեղին լարեցին աղկադ ուդնանքը վարձկելու համար։ Շիդակ ճամփու մեջ քալողները սպանելու համար։ Նայեցեք ինչ կսե դերը 15-րդ համարը։ Անոնց թուրը իրենց սիրտը պիտի մտնե։ Ու անոնց աղները պիտի գոդրդին։ Թուն չես կրնար թշնամին, թուրերը գոդրել, շուրերը գոդրել, թուն չես կրնար անոնց աղները գոդրդել, բայց հոս մեկը գա, որ անունն է Հիսուս Քրիստոս, որ գտեսնե մարդուն խորհուրդները ու գիմանա հերույեն անոր ծրակիրները, երբ որ գտեսնե թե անիգա աղկադին հետևեն ինգած է, երբ որ գտեսնե որ անիգա նեղություն պիտի պատճառի ասոր եւ անոր, իրեն նախանցին պատճառավ կամ ինչ պատճառով որնի իր սրդի մեջ, Աստված գսե ինձ կե, ես անոր թուր իրեն սիրտի մեջ կխոտեմ, ադի գիտեք ինչ կնշանակ է, այսինքն ինքը ինչ որ մտածեց ուրիշին ընելու համար անիգա ինքերեն պիտի բադայի, եթե ուզես մեկում նեղություն դալ, Աստված գսե ես անիգա կդարձնեմ, այդ նեղությունը երկրքուն ես կբերեմ։ Եթե աղեղ մոնի որ պիտի կեսի կա և հարցակի վրա, ես այդ աղեղը իրեն կուրխուն կտարցնեմ։ Ասիկա տուն չես կնարնել, ես աչեմ կնարնել, բայց Աստված երբ որ գտեսնե, արդար Աստված գտեսնե, որ իր արդար ժողովուրդը պիտի պատժվի, Աստված շատ թյուրությունով դիմացինին, անարդարին իրեն դարձնող վիճակը ցույց կտա և կփոխի անջամփան։ Բատմություն մնալ պիտի բատմեմ, որ երեք մենք թակուին է թիդեցինք այս ֆիլմը, որ ճշմարիտ իրական բատմութենը առնված է։ Աստծո ցերկը բացառիկ կերպով այս անձնավորության հովիվին վրա եղած է։ Ռուսաստանի ռեժիմի անաստվածության ադեն։ Հովին անունը մորցա, բայց հետևյալներ։ Այս հովիվը ժողովուրդ մուներ, որ կետինդագերը կհավաքվեին և դերը կպաշտեին։ Ասիկան օրեն բիդիսեմ կպադայի 1930-ական թվականներուն, ճշմարիտ պատմություն մնե։ Քրիստոնեությունը կհալածվեր Ռուսաստանի մեջ։ Նիկոլայ է անունը, շնորհակալ եմ։ Այս Նիկոլայ հովիվը, երբ որ կառավարությունը գուկայև կբռնե զինքը, եւ զինքը գուզե բաճել, որովհետեւ ինքը շաբաթ օրը կբահե եւ չաշխատիր գործը։ Պետության մեջ, երբ որ իրեն կբռնեն եւ կդանին, որ աշխատցնեն իրեն քրիստոնյա լավն համար,
եւ գուզան աշխատցնել բոլոր շաբաթնալ մեջ լալով աս Նիկոլան գտարնա եւ գսե բիդիներեք գսե ես շաբաթորը չեմ աշխատի ուրեմն ռուսական ռեժիմը շատ փարգությունով իրեն գտնե Չինաբադ լերանը մեջ գաբրին որ արդեն բադիժիդագեն բզդիկ սենյագի մեջ կոց խցիգի մեջ Չինաբադ լերամը վրան եւ միան իրեն չուր գուդան գերագուր չեն դար 10 օրվա շրջանին այս մարտը Նիկոլ Հովիվը գաբրի եւ գզարմանան որ ինչպես գաբրի միան չուրով վերջնորեն դուրս կհանեն հաշվելով որ ինքը բադիժը արավ հիմա այլևս շաբաթօր նորեն բիդաշխադի իրեն գերտան գսեն Դες Նիկոլա հիմա քիծար բադիժը շատ ծանր եղավ պետք է աշխատիս 7-րդ օրն ալ բիդաշխադիս Նիկոլան գսեն այցեք գսե ես ցեզ գարկեմ բայց գսե իմ դերոջս խոսքը երբեք չեմ գնար վարզարնել ես գսե 7-րդ օրը չեմ գնար աշխատի Ինչ որ բադիժ գուդակ դուք գիտեք գսե լավ գսե քո բադիժը պիտի շարունակվի նորեն խոտեն խցիգի իրեն նորեն գաբրի Այսպեսով մի քանի ամիսներ գշարունակվին Նիկոլան գաբրի չի մեռնիր չի սարիր Զարմանալի ինքը վարարան չունի իր բզի խցիգի մեջը ամեն գոմցույն է սար է Վերջապես ռուսական բանակին ամենամեծ հրամանատարը գայցել է այս շրջանը եւ գբատմեն իրեն Նիկոլի մասին եւ գսեն որ բարոն հրամանատար այս Նիկոլը չաշխատիր որ շաբաթօրերը եւ այսօր 6 ամիս է ողջ է գզարմանա հրամանատարը որ ինչպես ողջ մնացած է քանի որ ուրիշներուն բադիժ դված են եւ մեռած են անում սարեն սարած են Նիկոլը չի մեռնիր Լավ գսե Նիկոլը կացեք արցագեցեք ամիջապես ես իրեն ուրիշ բադիժ մը պիտի դամ Նիկոլը գպերեն եւ գսե որ Նիկոլին հետեւյալն է նա էր գսե Ես մունիս գսե որ քեզի պիտի ես գովուն դղան եզմը եւ գսե աս եզը գարկ մունի եդևը Եվ աս բոլոր փանդարգյալներուն գսե եւ զինվորներուն ճուր պիտի պերես ասինչ դերեն աս եզով 16 գալոն 16 սնդուկի վեսմամն է դուպերով եւ գսե ասի է կորզտկու եւ շաբաթը գսե 6 օր գրնաս աշխատիլ եթե գսե աս պերած ճուրերը բավարար բիդլան բոլոր զինվորներուն եւ փանդարգյալներուն եւ աշխատողներուն Նիկոլ Հովիվ է, գաղոտ է, արցունքով գաղոտ է, լավ գսե։ Գուդան եզը և գարկը Նիկոլը գսկսի չուրերը պերել։ Առաջին օրը գնայը որ եզը դգար եզմն է, չի գրնար արակ կալել, ուրեմն հազիվ մեկ օրվա մեջ 16 այս սնդուկներուն մեջի չուրերը գհասցնե պետք է հազդեղը։ Այս Նիկոլը գտեսնե թե 6-րդ օրվան համար պետք է 32 գալոն հասցնե, երկու անգամ պետք է երթեկա եզը որ հասցնե այդ ջուրը, որ անգարելի է աս եզին զորությունով։ Գիտե որ ձերը եզը ձեր է եւ ավելի արագ չգնալու կալ։ 6-րդ օրը զարմանալի հրաշք մը գավադահի։ Բոլորն արժե որ անոնք ալ գտեսնեն։ Եվ բոլորը գիտեն որ Նիկոլը այլևս վերջացավ բիչի գրնա հաճողիլ եւ ավելի մեծ բադիժի դակ բեմնա այս եզին վրան արդուն գպերցն է եւ աս եզը գսկսի վազել ճուրերը հաստնելու համար եւ միս բոլոր փանդարգյալներ եւ զինվորները գտեսան այս մեկի եւ զարմանքի գուքան ինչպես կրնալալ որ աս եզը որ շատ կամած կկալեր հիմա գվազեգո 16 սնդուկը գարկի մեջ է եւ գվազե գահասնի հոն Գեսորին գդանի 16-ը գվերա տարնա 16 տալ մուսվես տալ գահասնե եւ արևնամուդան առաջ 32 ճուր հասավ եւ Նիկոլը իրավունք ունեցավ 7-րդ օրը հանգստանալու բոլոր փանագը բոլոր զինվորականությունը բոլոր փանդարգյալները
գզարմանան ասմեգուն եւ լուրը կհասցնեն ամենամեծ հրամանատարի գսեն որ այս տեսակ հրաշք մեր կյանքի մեջ չենք տեսած որ եզմը որ չեր գրնար դժվար կգալեր հասցնելու համար 16-ը 6-րդ օրը երկու անգամ քնած եկավ եւ ճուրերը վերջացուց հասցուց բոլոր բանակին եւ պետք է գազներուն հասցուց ճուրը զարմանքի հրաշք մնեղավ գսեն եւ այսպեսով Նիկոլոջի շնույցեվով առաջին 5 օրերը եզը գամած է այս վերջին օրը հրաշք լագոր եզը կփոխվի գոր եւ գվազե եւ ուրիշ բան կուզեննել 7-րդ օրը կուզեն եզը նորեն աշխատցնել եզը դեղեն չի շարժիր եզը հանկիս կնե կբարգի դեղեն չի շարժիր տախտակով գարեն գզարնեն ասկնեն որ ելլե դեղեն չի շարժիր 7-րդ օրը եզը հանգստացավ ինչ որ Նիկոլը հանգստացավ Նիկոլը հանգստանա եզը հանգստանա զարմանալի է մեծ հրաշք կվադահի եւ բոլորն ալ գզարմանան թե իսկապես կսեն Աստծո հզոր զորությունը Նիկոլին վրա երևցավ եւ եզին վրա ալ երևցավ եւ շատեր առանց հայտնինելու Նիկոլին ճշմարիտ Աստվածը կընդունին իրենց սրտի մեջ եւ կապ աշխարհեն այդ բանակի մեջ եւ փանդարգյալներուն մեջ որովհետեւ Աստված կպատկերացնի ինձինքը ոչ թե միայն եզին Նիկոլին միջոցով այլ եզին միջոցով Աստված ինչպես սուբքրքին մեջ գենտանին խոսիլ դվավ նույնպես ալ այս Նիկոլին եզին խոսիլ դվավ իրեն աշխատանքով խոսալ գենտանի մգավոր իրեն աշխատանքով խոսեցավ ժողովրդին բոլոր ժողովրդին վկայություն մտավ մի գենակ հագարակ Աստծո խոսքին արչև լեզուտ մի փաստացներ Աստծո արչև ասելով որ չէ բիչի բահեմ ես շապատը տուն ով ես որ գրնաս իրեն բադվիրանքին հագարակ խոսիլ նոր գդագարանի մեջ Հիսուս խոսեցավ ասողությունով բադվիրանքները բահեսավ առաջին Հովաննու երկրորդ գլխուն մեջ Պիտի գարտամ եւ պիտի բագեմ Առաջին Հովաննու կրկին երկրորդ գլխուն երրորդ ամառը Եթե անոր բադվիրանքները բահեք այնադեմ պիտի գիտնակ թե զանիգա գճանչնակ անոր գսե թե ես զանիգա ջանցա անոր բադվիրանքները չի բահեր սդախոս է անոր մեջ ճշմարտություն չի գա Tunguses ina hada bahel mekada çırel çeskırnarın adigayırın madobe kırvazı Çipoxvetsav anor badvirankları Pedrohos Bogos Arakal Arsanakretz Araçin Hovannu Yegrot Kuluk Yere Ortamaren Minçev Çor Ortamarı Hinger Ortamarı Մայիմ եթե գրնամ գտնել հաջորդը Դասներորդ ամար 7-րդ գլուխներ տրնեն ներս մդեք վասնզի լայն այն դու ընտարցական ճամփան որտեբի գորուս կդանի եւ շադորի անոնք որ անգե գմտնեն վասնզի նեղ այն դու նեղված կան ճամփան որտեբի գան կդանի ու քիշվորի անոնք որ զանիգա գտնեն Հիսուսը խոսողը
Երբ կաբարնայուն մտավ մեկ եկավ քով գաղաչերանոր ու գսեր դեր ծարաստունա անտամալուց բարգատ չարչարվի գդանչվի Հիսուսը սավանոր ես կուկամ ու զանիգա գպժշկեմ հայորաբեդը պատասխան տալով ասավ դեր ես աժանի չեմ որ տուն իմ հատգիստակը մտնես միան խոսքով հրամայե ու իմ ծարաս պիտի բժշկվի հայորաբեդը կեդա որ Աստծո զավակը սուրբ է Հիսուս սուրբ է իր դունը Աղդոդ է, իրդան մեծ սդախոսություն գա, կողություն գա, ինչեր գա։ Եվ երեն գսե չեմ ուզեր որ տուն իմ դունս մտնես հայրին։ Իմ դունս ծեխով լեցուն է, մեղքով լեցուն է իմ դունս։ Միան գսե տուն աստեղը նսես արտեր իմ զարաս պիտի բժշկվի։ Հիսուս երբ լսեց զարմացավ եւ իր ետևեն կացոներուն սավ ճշմարիտ կսեմ թեզ Իսրայելի մեջ անգամ ես աշխապ հավատ չի կդա։ Այսօր քո սրդիդ մեջի հավատքը որ չափ է։ Դու գուզես որ Հիսուս քո սրդիդ մեջ կալու համար քո դունո թողերտա որբեսի բժշկություն մտա քեզի թե ոչ տունա գսես ասոր նման հայրաբեդին նման որբեսի հայրը իմ դունս մի մտներ իմ դանս մեջ շատ բաներ կան որ քեզի չի վայլեր Կխնդրեմ որ հերույենս ես եւ իմ ծառաս պիտի բժշկվի։ Հերույենս ես եւ իմ զոքանչես կամ ոյ մեկը հիվանդ է որ պիտի բժշկվի։ Կավոճան պետք ունիմ հայրին։ Իմ դուրս մեջ առանց գալու կավոճան պետք ունիմ հաջիս ասել որ իմ մեղքերս կավին, մակրվին, սրբվին եւ իմ դունս ալ մակրե ու սրբեք ու փառքի տամա։ Բդուղեն պիտի ջանչնանք որոնք են իրենք Հիսուս կսե շատեր ինձ պիտի դեր մենք հրաշներ ենք բայց Հիսուս կսե ես ձեզ սկիզբեն չէի ջանչնար Հոսարակյալ կսե մենք բարեխոս մոնինք երկինքը որ չափ հերու է չափը չես գիտեր բայց իմ բարեխոսս երկինքն է Ես աստեղեն գխոշի մի գանդեն գլսե Տուն գրնաս երավագայլասի Իմ խորուրդս երկինքեն գլսե և գդեսնե և ախոսածս գլսե ու գսե հայրեմ գխնդրեմ ինձի ողորմե ինձի բժշկե ինձի մակրե սրպե ինձի աղդոտ սուրպարյոնովը տոր մակրվի մարզանակրեմ անունս երկնային տակավորության մեջ գխնդրեմ կեզ մե հայրիմ և անիգա լսեց ու պատասխանեց ու բժշկեց իս ու հարցերակրեց իմ անունս երկնային տակավորության մեջ քեզ մեկը խնդրեմ այդ բադանի ինպես աղոթե ասկական բարական հերուտ համար որբեսի փրկվին դեր օրտնեցես եւ բայցես դեր Հիսուս երեսը բայցարացնե ու հավատքով լցնեցես որ կարողանաք ձեր ասկական բարականերուն համար ընտանիքի անդամներուն համար աղոթել ձեր եկեղեցի մեջ աղոթել Միան եկեղեցի երտալ կալ չի պավեր, այցելեցեք տրացիներ, հրավերեցեք եկեղեցիներ տողլեցվին, դերոչը դաջարները որբեսի փրկություն կա ժողովրդին վրա երկնային տակավորությունը ժառանգելու եւ այն ադենատ բադանին բես պիտի օրտնվիք, դեր օրտնեցես եւ բայեցես մինչեւ հաջորդ հանդիպում